Խորհուրդ ծնողների նեջն է մեր եթերում, սիրելի հեռուստադիտողներ, այսօր կխոսենք վարակիչ հիվանդություններից բավական տարածված, բայց միևնույն ժամանակ բավականին վտանգավոր հիվանդություններից մեկի մասին, խոսքը մանկական տարիքում կարմրուկի մասին է, որը կարող է ընթանալ ամենատարբեր նշաններով, բարձր ջերմությամբ, ցանավորմամբ եւ այլ ընթացիկ ախտանշաններով, եւ շատ կարեւոր է, որ բոլոր ծնողները իրազեկված լինեն, որ դեպքում պետք է դիմել մասնագետի, ինչպիսի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն, եթե դա հնարավոր է։ Այսօր այս հարցի շուրջ կստանանք լուսաբանում ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ բժիշկ վարակաբան Անահիտ Գևորգի Առաքելյանի կողմից։ Ողջույն բժիշկ Առաքելյան։ Դե առաջինը խնդրեմ, եթե մեկնաբանում ունեիք կարմրուկի վերաբերյալ։ Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով եւ ունի շատ բարձր վարակելիություն, մոտ 90%։ Այսինքն կարմրուկով հիվանդ երեխան, որը շփվել է 10 այլ երեխաների հետ, առնվազն 9-ին կարող է վարակել, եթե նրանք իհարկե պատվաստված չեն։ Եթե լավն է ասում են, լավ խոսք է, եթե պատվաստված չեն, այո։ Կարմրուկը եւս ունի մի քանի շրջան, գաղտնի շրջան, նախանշանների շրջան, կլինիկական նշանների շրջան եւ լավացման շրջան։ Գաղտնի շրջանը կարմրուկի դեպքում տևում է 8-ից 14 օր միջինում, բայց նորից մինչեւ 21-րդ օրը մենք կարող ենք սպասել կլինիկական վարակվելուց հետո կլինիկական նշանների դրսևորման։ Նախանշանների շրջանը տևում է 1-2 օր։ Ընդհանուր առմամբ ունենում են երեխաները բարձր ջերմություն, կատարալ երևույթներ, կոնյուկտիվիտի երևույթներ, կոնյուկտիվիտը դա աչքի սկլերաների արյունալեցումն է, կոպերի այտուց, չոր հազ եւ շատ սպეციფიկ նշան կա, որը իհարկե բժիշկն է տարբերակում, կոպլիկ ֆիլատովի բծերն են, որը լինում է բերանի լորձաթաղանթում, սեղանատամի դիմաց սպիտակ ցան։ Դա բնորոշ է միայն կարմրուկին եւ դա կարող է տարբերակել բժիշկը։ Դա լինում է ցանավորումից 1-2 օր առաջ։ 2 օր անց արդեն սկսվում է տիպիկ կարմրուկի ամենատիպիկ կլինիկական նշանը մարմնի ցանը։ Ցանը լինում է մակուլոպապուլոզ բնույթի, տեղ-տեղ միաձուլված։ Ինչն է այ շատ բնորոշ, որ հենց կարմրուկի ժամանակ է միայն լինում, սկսվում է դեմքից։ Ճակատին, այտերի շրջանում տարածվում է մի քանի ժամում դեպի պարանոց եւ հաջորդ օրը ընթացքում տարածվում է որովայնի շրջանին, վերջույթներին եւ վերջում արդեն իհարկե ոտքերին։ Նույն էտապայնությամբ էլ հետ է զարգանում ցանը։ Ներքևից վերև։ Չէ, էլի վերևից ներքև, սկսվում է գունավորվել, ինչպես սկսվել է, այդպես էլ հետ է զարգանում։ Ցանի զարգացման շրջանը տևում է միջինում 3-ից 5 օր, իսկ արդեն հետ զարգացումը մինչև 3 շաբաթ, 1 շաբաթից 3 շաբաթ տևում է մինչև ամբողջությամբ պիգմենտացիա է լինում եւ նոր անհետանում է։ Կարմրուկի դեպքում երեխաները գրեթե միշտ ունենում են բարձր ջերմություն, արտահայտված ինտոքսիկացիա, չոր հազ շատ բնորոշ է կարմրուկին, վերջերս գրեթե բոլոր երեխաները ունեցել են եւ կոնյուկտիվիտը, ինչպես նշեցի, անգամ լուսավախություն է լինում եւ այս երեխաներին մենք միշտ փորձում ենք տեղավորել այնպիսի սենյակներում, որտեղ փոքրինչ մթնեցված է։ Եվ դեռևս հին ժամանակներում, երբ մեր տատիկները վարագույրներով փակում էին, մտնեցնում էին, դա խորհուրդ կար, քանի որ դա մեղմում էր աչքերի ցավը։ Զուգահեռ իհարկե ընդհանուր քոր է լինում մաշկի շրջանում ցանի հետ կապված, հազը խիստ արտահայտված, տանջող, հեվոց է ունենում երեխան եւ աչքերի բորբոքում։ Անհրաժեշտ է նորից սկզբնական շրջանում անտիբիոտիկի անհրաժեշտություն չունենք, եթե չունենք բարդություններ։ Առատ հեղուկներ, հակաալերգիկ դեղորայք, հակահազային դեղորայք, եթե կարիքը ունենում ենք եւ իհարկե աչքերի բորբոքումը հանգստացնող աչքի կաթիլներ։ Սակայն երբ որ ընթացքը մի փոքր ավելի բարդ է լինում եւ մենք ունենում ենք բարդություններ, իսկ կարմրուկի դեպքում բարդությունները շատ են, ամենաշատ հանդիպողը դա թոքաբորբերն են, օտիտներն են, նոր արդեն էնցեֆալիտները։ Նման դեպքերում իհարկե անտիբիոտիկը պարտադիր նշանակվում է երեխաներին, քանի որ առանց դրա հնարավոր չի լինում։ Ինչպես նաև սիմպտոմատիկ բուժումները մենք շարունակում ենք նույն ձևով, այո։ Երբ որ ասեցիք լուսավախություն, նյարդաբանը լարվեց, հետաքրքիր է որ պահից, եթե կարելի է իհարկե նշել 1-2 ախտանշան, որ ծնողը կարծես թե ամեն ինչ իր ընթացքով իր հունով գնում է, բայց կարող է կասկածել, որ ինչ որ բան բարդացել է եւ նորից կրկին պետք է կապ հաստատի վարող բժշկի հետ, ինչը պետք է նկատի եւ ուշադիր լինի։ Միայն աչքերի մասին է խոսքը, այդ ինչ սիմպտոմ կարող է ընթացքում բարդության մասին խոսել։ 3-5 օրվա ընթացքում երեխայի վիճակը դինամիկայում գնալով վատանում է, լավացում չի դիտվում, երեխան հրաժարվում է սննդի
ջրերից, հեղուկներից Այո, եւ շատ թույլ է իրեն զգում, ինչպես նաեւ այդ կատարալ երևույթները խիստ արտահայտված են լինում։ Իհարկե պարտադիր պետք է դիմել, առավել եւս եթե երեխան պատվաստված չի լինում, քանի որ ցավոք բարդությունները լինում են այն երեխաների մոտ եւ դժվար ընթացքը, ծանր ընթացքը, որոնք պատվաստումները ստացած չեն լինում։ Որպեսզի խուսափեն այդ ամենից, իհարկե պետք է դիմել տեղամասային մանկաբույժին, որպեսզի կատարել ճիշտ բուժումը։ Իհարկե պատվաստումներին առանձին չանդրադառնանք, դա կարծես մի առանձին բլոկ եւ քննարկելու թեմա լինի, բայց կարեւոր է իմանալ, որ դա օրացուցային մեր հեռուստադիտողների համար օրացուցային մեր պատվաստումների մեջ է մտնում եւ իհարկե կատարվում է 1 տարեկանում եւ 4-ից 6 տարեկանում եւ այն բոլոր երեխաները, որոնք կրկնակի դեղաչափ ստացել են, այդ 4-ից 6-ի մասին է խոսքը։ Այո, 1 տարեկանում առաջներում միայն 6-ում էր կատարվում, այս վերջի բռնկումից հետո 4-ից 6 տարեկանում ծնողի ընտրությամբ կամ մանկաբույժի ընտրությամբ լավ եւ դա պահում է կայուն իմունիտետ երեխաներին ամբողջ կյանքի ընթացքում։ Իրեն գրեթե չեն ունեցել դեպքեր չեն ունեցել, որ պատվաստված երեխան հիվանդանա։ Ինձ թվում է բոլոր հարցերին անդրադարձանք, մեզ մնաց հասկանալ այդ տարբերակի ճարտարապետության մասին, որտեղ դրսևորումները, բուժման մոտեցում, բարդություն խոսեցինք, այ դուք նշեցիք, մենք հանդիպել ենք կրկին հազրել հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ մենք խոսել ենք Բժշկու Արաքելյանի հետ նաև ջրծաղկի մասին եւ գոնե մի քանի այսպես զուգահեռներ տանենք, երբ որ դեպքում Քութեշի ջրծաղկի տարբերակի ճարտարոշում է պատահում։ Բժշկի համար իհարկե դժվարություն չի ներկայացնում տարբերել այս հիվանդությունները եւ ցանային էլեմենտները միմյանցից, բայց ծնողների դեպքում իհարկե ջրծաղիկը շատ տիպիկ է եւ ջրծաղիկը մի քանի ժամվա ընթացքում այդ կարմիր հետքը սկսում է ջրային բշտիկի վերածվել, որը ոչ մի ուրիշ հիվանդության դեպքում չի լինում, այնպես որ այդ առումով կարող են տարբերակել։ Քութեշի դեպքում ցանը միանգամից ամբողջ մարմնին է լինում։ Եթե ջրծաղիկի դեպքում ինչպես նշեցինք աստիճանաբար որովայնին, հետո տարածվում է գլխի մարմնին եւ մազածածկ հատվածին, Քութեշի դեպքում միանգամից է լինում մանր կետավոր ցան։ Իսկ կարմերուկի դեպքում եւս էտապային է, սկզբում լինում է դեմքին, հետո տարածվում է որովայնին, հետո վերջույթներին։ Կարծում եմ այդ կարճ հուշումները, եթե հիշեն, իհարկե կկողմնորոշվեն եւ կդիմեն արդեն մանկաբույժին։ Եվ ճիշտ կկողմնորոշվեն ու ժամանակին։ Այո։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մենք այսօր անդրադարձանք կարմրուկին, ամենատարածված, ինչ որ առումով վտանգավոր հիվանդություններից մեկի մասին, բայց ինչպես ասում են, երբ զինված ես, ամեն ինչ այդքան բարդ եւ վախենալու չի թվում։ Հուսամ, որ այսօրվա մեր հետաքրքիր հարցի պատասխանները, լուսաբանումը Բժշկուհի Արաքելյանի ձեզ համար կարեւոր եւ ինֆորմատիվ էին։ Գնացինք առաջ։